Պարոն Չալաբյան, ֆիլմի ստեղծման գործում նշեցին, որ մեծ դեր է ունեցել հայաքաղաքն։ Տեսեք դուք մի փոքր մանրամասներ, ինչ դեր ունի ձեզ համար այս ֆիլմը եւ հասցրել եք արդեն դիտել, թե այսօր առաջին անգամ եք դիտել։ Այսօր երրորդ անգամ եմ դիտելու, անկեղծ ասած, սակայն իրականում բոլորին էլ ավելորդին երրորդ եւ նույնիսկ 5-րդ անգամ դիտել եմ։ Այս ֆիլմի նկարահանման գաղափարը ծնվել է անցած տարի Հայաքվեի ներսում եղած քննարկումներից մեկի ժամանակ, երբ որ եկավ հերթական ինֆորմացիան, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով իրենց այդ կեղծ արևմտյան Ադրբեջանի թեզի ներքո հերթական միջազգային կոնֆերենցիան են փորձում կազմակերպել, չեմ հիշում, կարծեմ Բենիլուքսում էր, Բելգիայում էր, թե Հոլանդիայում էր, եւ մենք սկսեցինք հասկանալ, որ մարդիկ իրականում լուրջ են սրան վերաբերվում եւ բարձրացրել են պետական քաղաքականության մակարդակի, եթե արդեն միջազգային համաժողովներ են կազմակերպում եւ գաղափար առաջացավ ի վերջո մարդկանց փորձել բացատրել ինչ է նշանակում, օրինակ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցիների վերաբնակեցումը, ինչ է նշանակում ադրբեջանցիների հետ համակեցությունը, իրանց հետ օրինակ նույն բնակավայրերում ապրելը եւ այլն։ Այստեղ խնդիրն է, որ մենք անկախությունից ի վեր ըստ էության ադրբեջանցիների հետ երբևիցե համակեցություն չենք ունեցել։ Մեր երիտասարդ սերունդը մանավանդ, բայց նույնիսկ միջին սերունդը չի հիշում դա ինչ է նշանակում եւ դրա հետ կապված որոշակի միֆեր գոյություն ունեն, որ դե սովետական տարիներին իրանց հետ նորմալ ապրում էինք, հիմա էլ նորմալ կապրենք, առևտուր կանենք եւ այլն, հա։ Դրանք բացարձակ միֆեր են, որովհետեւ այն մարդիկ, որոնք իսկապես ապրել են ադրբեջանցիների հետ նույն բնակավայրերում եւ ունեցել են այդ փորձառությունը իրանց հետ համակեցության, իրականում դա անցալում են լրիվ այլ լույսի ներքո եւ մենք մտածեցինք, որ այնուամենայնիվ այդ մարդկանց մենք պետք է կարողանանք ինչ-որ իմաստով ամբիոն տրամադրենք, որպեսզի իրենք խոսեն իրենց փորձառությունից, պատմեն իրենց կյանքից, ինչ է նշանակում ադրբեջանցիների հետ համակեցությունը, ինչ է նշանակում իրենց հետ համատեղ կյանքը եւ այլն։ Եվ այդտեղից ծնվեց կինոյի գաղափարը, մենք խնդրեցինք մեր ընկերներից Հովհաննեսին Իշխանյան, որպեսզի նա ինչ-որ իմաստով որպես նա վավերագրող ռեժիսոր պատասխանատվություն ստանձնի այս աշխատանքի համար, ինքը պատրաստակամորեն դա արեց եւ նաեւ ինքը բավական երկար, այսպես ասած, քաստինգ անցկացնելով գտավ նաև Սուրեն Բելյանին, երկրորդ ռեժիսորին կինոնկարի, եւ նրանք միասին նկարեցին այս կինոնկարը, որը իրական ընտանիքների, իրական պատմությունների մասին է, եւ որը երևի որ բոլոր այդ պատմությունները միասին միավորեն, կարելի ասել, որ դա ուղղակի մի հատ բաց վերք է, ցավ է, չանցնող, անընդհատ sense մռմռացող ցավ է, նրա մասին, թե ինչի մեջով են անցել հայ ընտանիքները, ինչ ողբերգության մեջով են իրականում անցել եւ շատ կարեւոր է այս ֆիլմի ուղերձը, այս ֆիլմի ուղերձն է, որ չի կարելի թույլ տալ, որ դա կրկնվի։ Ծիծեռնակը եւ վերնագիրը տեսել եք, չէ՞։ Ծիծեռնակի այդ ընտանիքներն են, որոնք անընդհատ ստիպված են լինում իրենց բույնը փոխել։ Եվ հիմա եկել այն ժամանակը, որ այդ ծիծեռնակի վերջո կարողանա իր բույնը հյուսել շուղերից եւ այլ ստիպված չլինի փոխել եւ մենք կանգնած ենք այդ իմաստով ճակատագրական ընտրության առաջ, որովհետեւ մենք կարողանանք թույլ չտալ ի վերջո, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցել է մարդկանց հետ նորից կրկնվի եւ իրանց եւ ինչ որ իմաստով նաեւ մեզանից արդեն յուրաքանչյուր հետ կարող է կրկնվել։ Այս ֆիլմի կարևորագույն ուղերձը դա, բայց ֆիլմը ինքը իրական մարդկանց իրական պատմությունների մասին է, եւ մենք շատ կուզենայինք, որ մեր համակարգացիները, մեր հայրենակիցները բոլորը հնարավորություն ունենան այս ֆիլմը դիտել, այս պատմությունները տեսնել, հասկանալ, վերլուծել, յուրացնել եւ ի վերջո իսկապես էլ որպեսզի մենք համատեղ թույլ չտանք, որպեսզի այլսույթև այսպիսի պատմություններ մեր հետ կրկնվեն։ Նշեցիք, որ արդեն 2 անգամ դիտել եք ֆիլմը, ինչ եք զգացել դիտելուց հետո, ինչ տպավորություններ եք ունեցել։ Անկեղծ ասեմ, ձեզ երբ որ առաջ անգամ եք դիտում ֆիլմը դեռևս անավարտ էր, եւ ես դիտում էի նաեւ ինչ-որ իմաստով որպես հովանավոր եւ որոշակի նաեւ մեկնաբանություններ տալ է, երկրորդ անգամ արդեն ավարտուն վերսիան տեսա, ցավ ու թախից եմ ես զգում այս ֆիլմը դիտելուց վերապրելով այն մարդկանց ողբերգությունը, որոնց մասին է այս կինոնկարը։ Դուք էլ կդիտեք այսօր, երևի ինքներդ կզգաք։